Ողջույն եւ բարի գալուստ Սիրունեթի տաղավար, այսօր իմ զրուցակիցը Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն է եւ նրա հետ մենք կզրուցենք հաշվանդամության խնդիր ունեցող անձանց զբաղվածության աշխատանքային իրավունքից, զբաղվածության խնդիրներից։ Տիկին Բաթոյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ եկաք։ Ես եմ շնորհակալ։ Ես վերջերս տվյալներ տեսա, որ Հայաստանում հաշվանդամություն ունեցող անձիկ կան 190,000 անձ, որոնցից ընդամենը 27,000-ն է, որ աշխատանք ունի։ Օրերս էլ մենք զրուցում ենք նաև հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավար Մուշեղ Հովսեփյանի հետ, հաշվանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ-ի ղեկավարը, եւ ասաց, որ բավականին ցածր է 2024-ին կարծեմ 8 թե ավելի քիչ անձ է սոցիալական ծառայությունների համապատասխան կայքի միջոցով աշխատանքի ընդունվել, ինչը մտահոգիչ է։ Դուք ինչ կարող եք ասել այս տվյալների մասին, ձեր դիրքորոշումը որն է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 190,000-ը աշխատանքային ռեսուրսներն են, այսինքն մարդիկ են, ովքեր 15-ից 74 տարեկանն են եւ կարող են աշխատել։ Այս մարդկանց թվում են նաեւ մարդիկ, որոնք գործազուրկ են, որոնք աշխատում են եւ որոնք ընդհանրապես նույնիսկ աշխատանք չեն փնտրում։ Այս վերջին խումբը ամենամեծն է 147,000 ըստ վիճակագրական կոմիտեի։ Աշխատողների թիվը նույն վիճակագրական կոմիտեի համաձայն շուրջ 40,000 է, 39,000 եւ մի փոքր ավելին։ Սա նաև ներառում է ոչ ֆորմալ աշխատողներին, այսինքն այն աշխատողներին, որոնք գուցե գրանցված աշխատող չեն, այսինքն ընդհանուր առմամբ։ Եվ իհարկե թվերը բավականին մտահոգիչ են այն իմաստով, որ ինչպես արդեն նշեցի, ամենամեծ խումբը կազմում է այն անձանց խումբը, որոնք ոչ աշխատել են եւ ոչ էլ աշխատանք փնտրել են, 147,000 մարդու մասին է խոսքը։ Եվ երբ մենք այստեղ նաեւ նորից ուսումնասիրում ենք վիճակագրական կոմիտեի տվյալները, ապա հետաքրքիր է, որ այս պատճառների մեջ նշած մարդիկ նշում են ինչպես իրենց հաշմանդամությունը կամ հիվանդությունը, այնպես էլ նշում են, այսպես ասած, հույս չունենալու հանգամանքը, որ իրենք աշխատանք կգտնեն։ Եվ սա կարծում եմ ամենատխուրն է։ Իհարկե խնդիրները շատ են եւ այդ ուղղությամբ լուրջ քայլեր են անհրաժեշտ, որովհետև ինձ եւս բազմաթիվ քաղաքացիներ անընդհատ դիմում են այս հարցով։ Նույնիսկ այն քաղաքացիները, որոնք այո, ցավոք դիմել են միասնական սոցիալական ծառայության գրասենյակին եւ որևէ փոփոխություն կամ որևէ արդյունք չեն ստացել։ Քննադատությունը այն է, որ այդ կայքի միջոցով աշխատանք գտնելը, որ պիտի համ գործատուն գրանցվի, համ հաշվանդամություն ունեցող անձը պետք է գրանցվի, արդյունավետ չի օգնում, ու թվերն են դրա մասին ասում։ Ես այստեղ ավելացնելու բան չունեմ, որովհետև եթե մարդիկ խոսում են իրենց փորձի մասին, իսկ նրանք քիչ չեն, այդ մասին խոսում են նաև թվերը, ինչպես դուք նշեցիք, այո, այստեղ կարծում եմ, որ մենք լուրջ անելիքներ ունենք եւ հենց նաև դա է պատճառը, որ ես վերջերս նախաձեռնել եմ մի օրենսդրական նախագիծ, որով առաջարկում եմ այս խնդիրը լուծել, ինչպես ԵՄ շատ երկրներ են լուծել, խոսքը հաշմանդամություն ունեցող անձանց համար զբաղվածության քվոտայի մասին է։ Օրինակ ԵՄ 27 երկրներից 21-ում այդպիսի կարգավորում է գործում եւ օրինակ 20, 25, 50 եւ ավել աշխատող ունեցող կազմակերպությունները պարտավոր են նաև որոշակի տոկոս, սովորաբար 2-ից 5 կամ առանձին դեպքերում նույնիսկ 7% ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը։ Սա այն մասին է, որ ամբողջ աշխարհում կա այս խնդիրը եւ Հայաստանը եզակի չէ, բայց մեթոդները դրանք հիմնականում այսպես իմպերատիվ պետք է լինեն, որովհետեւ եւ պետական կազմակերպություններ, պետական մարմինները եւ մասնավոր կազմակերպությունները պետք է պարտավորություն ունենան նպաստելու այս քաղաքացիների տնտեսական ակտիվությանը։ Մենք իհարկե առաջին հերթին խոսում ենք իրավունքների մասին, աշխատելու, աշխատանքային իրավունքների, բայց պետք է հիշենք, որ սա նաեւ տնտեսական ակտիվության ուղղված ներդրում է։ Մենք խոսում ենք ոչ միայն իհարկե առաջին հերթին հաշմանդամություն ունեցող անձանց մասին, բայց պետք է հիշենք, որ այն անձինք, որոնք աշխատանքային հնարավորություններ չունեն եւ աշխատանքային այսպես դաշտից դուրս են,
իրենք նաև իրենց ընտանիքի անդամների կամ մտերիմների խնամքի տակ են սովորաբար, հետևաբար այս անձինք եւս տնտեսական բավականին ակտիվության ցածր ցուցանիշ են ուրեմն գրանցում։ Ձեր գաղափարը բավականին լավն է, բայց ես արդեն պատկերացնում եմ գործատուների ընդվզումը ձեր գաղափարի նկատմամբ, մասնավորապես կարող է հետեւյալ լինի հակափաստարկը, որ ենթակառուցվածքներ չկան, պետք է տարբեր բաներ ստեղծեն, դե մենք հասկանում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք ավելի լայն են, միայն սայլակով մարդիկ չեն, տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ կան, թեև հասարակության մեջ երբեմն ընկալվում է միաձև։ Այդուհանդերձ ասում են, որ կասեն, որ կարա լինի ենթակառուցվածքների խնդիր։ Երկրորդը, եթե սոցիալական ապահովության ծառայությունները լիարժեք չեն ճանաչում այդ մարդկանց գիտելիքը, գործատուն ո՞նց է իրենց գտնելու։ Տեսեք, մի մասով այո կարող են այդ մտահոգությունները արդարացված լինել, որովհետև ենթակառուցվածքները միշտ չէ որ բավարարում են։ Բայց մյուս կողմից այդ ենթակառուցվածքները չեն կարող բավարարել, քանի դեռ մենք հաշմանդամություն ունեցող անձանց չունենք մեր աշխատավայրում, դպրոցներում, քաղաքում։ Հետևաբար մեկը մյուսի հետ շատ սերտորեն փոխկապակցված է։ Ես պիտի ասեմ, որ այս պահին բավականին շատ հաշմանդամություն ունեցող անձինք աշխատում են եւ նույնիսկ գործատուները գաղափար չունեն այդ մասին, այսինքն իրենք չգիտեն իրենց աշխատողների հաշմանդամության մասին, որովհետեւ այո, ինչպես դուք նշեցիք, հաշմանդամությունը միայն երևացող հաշմանդամությունը չէ, շատ հաճախ նաեւ մարդիկ թաքցնում են իրենց առողջական խնդիրները կամ հաշմանդամությունը վախենալով աշխատանքը կորցնելուց։ Ինձ շատ են դիմել նաև մարդիկ տարբեր տարիների, երբ առողջական խնդիրների պատճառով իրենք առաջինն են հայտնվել օրինակ կրճատումների տակ կամ այն մարդկանց թվում, որոնք աշխատանքից ազատման ռիսկի տակ են։ Հետևաբար նախ պիտի ասեմ, որ բազմաթիվ մարդիկ արդեն աշխատում են եւ այս նախագիծը նաև ուղղված է նրանց, որ իրենք պահպանեն առաջին հերթին այդ աշխատանքը։ Երկրորդ, կազմակերպություններում ձևավորվի մշակույթ ավելի ներառական աշխատավայրեր ստեղծելու, որովհետև այդ մշակույթից միայն շահում է գործատուն։ Մենք խոսում ենք արդյունավետ աշխատանքի մասին եւ մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր արդյունք պիտի ստեղծեն, ոչ թե պարզապես հաշմանդամության համար պիտի իրենց աշխատանքի ընդունեն, սա շատ կարևոր է, բայց եթե այդ փորձը չունենան, այսինքն այդ խրախուսումը չլինի կամ այդ պարտավորությունը չունենան, չենք ունենա նաև ենթակառուցվածքներ, չենք ունենա այս մշակույթը, չենք ունենա կրթության ոլորտում համապատասխան կարիքներին վերապատրաստումները գուցե եւ այլն։ Ի վերջո եկեք հիշենք, որ շուրջ 20 տարի է Հայաստանում ներառական կրթությունը իրականություն է։ Ուր են այս մարդիկ, որոնք սովորել են դպրոցներում ներառական կրթություն են ստացել, հա, որտեղ են իրենք։ Ստացվում է, որ մենք կրթական ոլորտում որոշակի գործընթաց ունեցել ենք, կապ չունի, խնդիրներ եղել են, չեն եղել, հիմա էլ կան, այդ խնդիրները միշտ լինելու են, բայց հարց է առաջանում, մենք ինչ ենք անում, որպեսզի այս ներառական մոտեցումը շարունակվի։ Այդ իմաստով կարևոր եմ համարում նաև պետական աջակցությունը գործատուներին, որովհետև այո, մենք ունեցել ենք տարբեր ծրագրեր գործատուների աջակցության, դրանք շատ արդյունավետ չեն եղել, բայց մեխանիզմների փոփոխման արդյունքում կարծում եմ կարելի է բարձրացնել դրանց արդյունավետությունը։ Օրինակ, աշխատատեղերի հարմարեցման ծրագիր է եղել, հա, մինչև 500,000 դրամի սահմաններում կառավարությունը աջակցել է գործատուներին, բայց այդ ծրագրերի ամբողջական ծավալը չի իրացվել։ Սա ինչ է նշանակում, որ 500,000 դրամը մինչև ես կարծում եմ, որ փոքր գումար չէ հարմարեցումներ անելու համար, բայց դրա համար չեն դիմել գործատուները։ Սա նշանակում է, որ իրենք դրա կարիքը չեն ունեցել կամ այսպես դրա մասին չեն իմացել, մի խոսքով իրենք աշխատող չեն ունեցել, ում համար պիտի այդ հարմարեցումները անեին, հա։ Կամ իհարկե նաև գուցե մեխանիզմների խնդիր կա, այդ որ իրանք պիտի անպայման ՄՍՑ-ի հետ, միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցության եւ այլն։ Այլ ծրագրեր եւս եղել են, նորից եմ կրկնում, դրանք շատ արդյունավետ չեն եղել, բայց մեխանիզմները փոխելու արդյունքում կամ վերանայելու արդյունքում դրանք կարող են օգտակար լինել։ Օրինակ, նույն վերապատրաստումների համար վճարումները, հա, փոխհատուցումը գործատունին, on job training-ների մասին է խոսքը, երբ աշխատողը աշխատավայրում է այդ կրթությունը ստանում, մասնագիտանում, վերապատրաստում կամ ուղեկցողի համար փոխհատուցումը, տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը եւ այլն, այսինքն բազմաթիվ մեխանիզմներ կան աշխարհում, որոնք այո, զուգահեռ նաեւ օգնում են գործատուին
առաջնային փուլում, նախնական փուլում այս ներդրումները անելու։ Մի ուրիշ խնդիր կա, որը բարձրացնում են ոլորտի մասնագետները, հենց Մուշեղն ինձ հետ զրույցում դրա մասին ասեց, որ զբաղվածության 2025-31 թվականների ռազմավարական ծրագրում հաշվանդամությունը որպես խոցելի խումբ ընդգրկված չի։ Ու այս բոլոր գաղափարները, ցանկությունները լավն են, բայց քանի որ պետության համար դա առաջնահերթություն չի, այն չի իրագործվում երբեմն, որտեվ այդպեսին չի համարում։ Ինչու է այսպես։ Ես կիսում եմ այդ մտահոգությունը եւ իմ գործընկերներին հայտնել եմ այդ մասին քննարկումների ժամանակ եւս, երբ մենք քննարկում էինք թե աշխատանքային կարգով, թե հանրային ռազմավարությունը, պատճառաբանությունները իհարկե ինձ չեն գոհացրել, այն էր, որ մենք բավարար ինֆորմացիա չունենք հաշվանդամություն ունեցող անձանց կարիքների մասին, հետեւաբար այդ կարիքների հիման վրա ռազմավարությունը չենք կարող մշակել եւ այլն, ես կարծում եմ, որ դա խնդիր է իսկապես, այս մասին բարձրաձայնել եմ, խոսել եմ եւ այո, մենք ամենալուրջ խնդիրը, որ ունենք Հայաստանում, նաեւ տվյալների բացակայությունն է, բայց այդ տվյալները չենք կարող ցավոք ունենալ, քանի դեռ մենք չունենք ծրագրեր, քանի դեռ մենք չունենք ռազմավարություններ, օրենսդրություն համապատասխան, հետեւաբար այդ վիճակագրության կարիքը եւս չի լինում։ Հիմա շատ հաճախ գործընկերները հարցնում են, բայց քանի հաշվանդամություն ունեցող անձ կա, որը մասնագիտություն ունի, մասնագիտացած է, այս կամ այն ոլորտն է, այսինքն ավելի մանրամասն ապախոշորացված տվյալներ, որպես այդպեսին մենք շատ չունենք։ Մենք ունենք վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների հարցումների արդյունքում ունեցած տվյալները, ունենք տվյալներ, որոնք համադրել ենք օրինակ ՊԵԿ-ից եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, բայց դրանք միևնույնն է ամբողջական չեն։ Մենք օրինակ չունենք մասնագիտացած կամ կրթություն ստացած հաշվանդամություն ունեցող անձանց մասին, թե քանի տոկոսը ինչպիսի նկատի ունեմ անհատական ավելի տվյալներ, թե հաշվանդամություն ունեցող անձինք օրինակ ինչ մասնագիտություններ ունեն, ինչ կրթություն ունեն եւ այլն, շատ ընդհանուր ունենք, նորից եմ կրկնում վիճակագրական կոմիտեի տվյալներով, բայց ելի այս տվյալները եւս թույլ են տալիս, որ մենք սկսենք նախագծեր, օրենսդրական փոփոխություններ իրականացնենք, որի արդյունքում ի հայտ եկած խնդիրները լուծելով առաջ կգնանք։ Միայն այսպես է հնարավոր, ուրեմն արդյունավետ դարձնել բոլոր ծրագրերը։ Դուք այս դաշտի ամենաակտիվ օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկող պատգամավորն եք, ինձ հետաքրքիր ձեր դիրքորոշումը, ինչքանով են ձեր նախաձեռնությունները, ձեր գործընկերի նախաձեռնությունները իմպլեմենտացվում, ինչքանով են գետնի վրա, ինչքանով են իրականություն դառնում։ Ես նաև նախաձեռնել եմ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ, օրինակ, որտեղ եթե անձը հաշվանդամություն է ստանում աշխատանքային պայմաններում, արդեն որպես աշխատող, այստեղ նաև խելամիտ հարմարեցումներ առաջարկեն եւ ոչ թե մարդուն ազատեն աշխատանքից, կամ եթե ուրեմն գրասենյակը կամ աշխատավայրը պիտի նաև հատուկ պայմաններ ստեղծի այդ անձանց համար, պարտականությունների ուրեմն վերանայման արդյունքում վերանայում կարող է դա դիտարկվել, կարող է լինել աշխատաժամանակի ճկուն հարմարեցում եւ այլն, իսկ խելամիտ հարմարեցումները ենթադրում է հենց անձի կարիքների վրա հիմնված վերանայումներ կամ արտակարգ իրավիճակների դեպքում, քանի որ կազմակերպություններն ունեն պարտավորություն նաև օրինակ տարհանման պլաններ ունենալու, այս դեպքում եւս նկատի ունենալ հաշվանդամություն ունեցող անձանց կարիքները եւ այլն։ Օրենսդրական փոփոխությունները որոշ դեպքերում բավականին հեշտ են տրվում, որոշ դեպքերում այդքան էլ չէ եւ օրինակ նույնիսկ քվոտայի վերաբերյալ նախագիծը դեռ քննարկվում է եւ կառավարությունում եւ ազգային ժողովում։ Դա հեշտ չի առաջ գնում, ես ճիշտ ասեմ, խոստովանեմ, բավականին լուրջ մտավախություններ կան, որովհետև կարծրատիպեր ունեն ոչ միայն գործատուները, ոչ միայն հաշվանդամություն ունեցող մարդիկ, այլ նաև որոշումներ կայացնողները, քաղաքականություն մշակողները։ Եվ ես նաև պարտավոր եմ իմ գործընկերներին բավարար ինֆորմացիա տրամադրելու, նրանց այդ ինչու ոչ կարծրատիպերը փոխելու, գիտելիք տալու, որպեսզի իրենք եւս համոզվեն, վստահ լինեն, որ արվող փոփոխությունները արդյունավետ կարող են լինել եւ վնաս չեն կրի կամ
չգիտեմ, պարզապես թղթի վրա չեն մնա, ինչպես որ դուք եք նշում։ Ես չեմ կարող ասել, թե որքան արդյունավետ է արդեն ընդունված օրենսդրությունը, որովհետև մենք ընդհանուր առմամբ աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիր ունենք։ Նույն տեսչական մարմինը բավարար գիտելիք, ինֆորմացիա եւ գործիքակազմ կարծում եմ չի օգտագործում նույնիսկ եղած կարգավորումների կյանքի կոչման իմաստով, այսինքն այսօր եւս օրենսդրությունը արգելում է օրինակ հաշմանդամության հիմքով խտրականությունը կամ աշխատանքից ազատումը։ Մի քանի օր առաջ ինձ դիմել էր մի երիտասարդ կին, ով նման խնդրի է հանդիպել։ Ես ուղղորդել եմ տեսչական մարմին իրեն, բայց ես վստահ չեմ, որ տեսչական մարմինը ունի բավարար նախ գիտելիք, փորձ եւ իհարկե գործիքակազմ այդ խնդրին լուծում տալու համար։ Հետևաբար ես կարծում եմ, որ մենք ոչ միայն այո օրենսդրության մակարդակում ունենք խնդիրներ, բայց նույնիսկ արդեն արկա օրենսդրական կարգավորումները իրականացնելու խնդրեմ ունենք։ Եւ իհարկե, ինչպես արդեն դուք նշեցիք, ռազմավարությունը, գործողությունների ծրագրերը, միջոցառումները, որոնք էլ հենց այն գործիքներն են, որոնք պիտի կյանքի կոչեն օրենքը։ Հետևաբար, եթե դրանք չկան, եթե դրանք խնդիրներ են, նույնիսկ ամենալավ օրենսդրությունը չի կարող փոփոխություն բերել։ Շատ բարի։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան, հետաքրքիր ու բազմաբնույթ հարցազրույցի համար։ Հուսով եմ ձեր նախաձեռնությունները կհաջողեն եւ այս քաղաքականությունն է կփոխվի մտածելակերպը մարդկանց, սկսած պետական մարմիններից մինչեւ շարքային քաղաքացիներ, գործատուներ։ Շնորհակալություն ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Իմ զրուցակիցը Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն է։ Շնորհակալություն, որ մեզ հետևեցիք, հաջողություն։